Հարգելի հետևողներ, մենք այսքանով թերևս Շեցի Տիկին Գրիգորյան, ձեզ ոչ ոք չի կարող նստացնել, եթե դուք հանցակ չեք գործել, ես դա թույլ չեմ տա։ Ինչ վերաբերվում է հաղթածին, ես չգիտեմ ով է հաղթած, բայց միանշանակ է մարդը, որը հողատարածքը 40 միլիոն դրամով առնում է, հետո փոխանակում է այլ հողատարածքի հետ, հետո 1 միլիարդ 740 միլիոնով վաճառում է, կամ հաղթած է, կամ կոռուպցիոներ սրիկա է։ Տիկին Գրիգորյան, Վագն Ալեքսանյան։ մի հեռացեք, սա էլ հոյմ քայլի ցուցակը չի, որ պատգամավոր դառնաք, հետո հեռանաք Քոչարյանի մոտ։ Ինչևէ, Տիկին Գրիգորյանը ասում է, ամբողջ Հայաստան դաշինքը իդեպ լքեց դալիճը, ինչև սպասել էր պարոն Մանուկյան, գոնե դուք մնայիք։ Ասում է, Ռոբերտ Քոչարյանը կարող էր չգալ Հայաստան, բայց եկավ։ Չէ, Տիկին Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյանը չէր կարող չգալ Հայաստան։ Ավելին ասեմ, Ռոբերտ Քոչարյանը, երբ որ արդեն եկել էր Հայաստան, արդեն մտել էր քաղաքական պրոցեսների մեջ, իրավական պրոցեսների մեջ, խնդրում էր, որ իրան թողեն, որ ինքը գնար, ասում էր, պրաշու, ձեր աշխատանքային լեզվով ասած, պրաշու обеспечить мой плавный выход из этой ситуации։ Այնտեղ պատասխանը չկա այդ հայտնի ձայնագրության մեջ, բայց ինչ որ մի բան, տենց ինչ որ մի վերին ձայն ինձ հուշում է, որտեղ պատասխանը եղել է նետ։ Ու դուք այդ նետի բերումով է, որ հիմա ստեղ եք, մեկու մեջ գալիս եք դալիճ, խոսում դուրս եք գալի արագ, որ հանկարծ պատասխան չլսեք։ Դուք այդ նետի պատճառով է, որ ստեղ մեկ եք ստեղ ներկայացեք իբր թե դուք բան տենց վեհանձնաբար, չգիտեմ ինչ, բաների պես էլ են հալածված ընդդիմադիր առաջնորդներ են ելնում, նրանց պես վեհանձնաբար եկել եք ինքնական որոշում եք կայացրել, դուք ինքնական որոշում չեք կայացրել, որտեղ դուք այդ ինքնական որոշումը կայացնելու հնարավորությունը չունեք։ Դուք այդ հնարավորությունը ծախել եք վաղուց։ Շատ վաղուց եք ծախել, հարգելի գործընկերներ։ Պարոն Մանուկյանն է գնաց, ասում է վենդետան, վրեժը, լավ բան չի, ինչի, ոնց, ինչի համար։ Ճիշտ է ասում պարոն Մանուկյանը։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 30 տարի, այսինքն 20 տարի է, փորձում է հասկանալ, թե ինքը ինչ էր արել, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդից տենց վրեժ էր լուծում ու չի կարողանում հասկանալ։ Այո, ճիշտ եք, վրեժը վատ բան է։ Մենք տեսել ենք, թե այդ ինչ վրեժ եք դուք լուծել Հայաստանի Հանրապետության ժողովրդից ու քաղաքացուց։ Տեսել ենք, Երևանի կենտրոնում մարդկանց եք սպանել, անզեն, ծեծել եք, ջարդել եք, հարստահարել եք, որին կարողացել եք հարստահարել եք ու ստիպել եք, որ երկրից գնա։ Որին չեք կարողացել ենա, Մեսրոպ Մանուկյանը թող պատմի իր ղեկավարը ջնջիլների ինչ կոլեկցիա ուներ իր սարայներում ու ոնց էր մարդկանց մանտալի ջնջիլներով։ Վրեժի մասին են խոսում, ասում վրեժ, իրավունքի բան տենց։ Չգիտեմ ինչ ասա, այս ամեն ինչը ուղղակի։ Կամ բան եմ ասում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական պատվերը։ Ժողովուրդ ջան, եկել եք հասնում եք այս ամբիոնին։ Խնդրում եմ պարզ հայերենով ինձ բացատրեք, կամ պարոն Վարդևանյանն է ստեղ չի մեր գոլեգան։ Միշտ ասում անմեղության կանխավարկած, եկեք անմեղության կանխավարկածով հիմա դիտարկենք այսօրվա դատա հակակոռուպցիոնի հայտարարությունը։ Ուրեմն ինչ ասում։ Ասում է, որ պետությունը կամ Երևան քաղաքը, չգիտեմ ով, 44 միլիոն դրամով վաճառել է 8.3 հեկտար տարածք Երևանի Աճարյան փողոցի հարակից տարածքում։ 8.3 հեկտարը վաճառվել է 44 միլիոն դրամով։ Եթե գնանք անմեղության կանխավարկածով ու չմտածենք, որ ստեղ կոռուպցիոն սխեմա կա, ապա ամենահավանական տարբերակն է, որ սա ինչ-որ բան է եղել, Black Friday է եղել պետական մակարդակով, սև ուրբաթ կոչվածն է եղել։ Պետությունը որոշել է, որ իր հողերի համար սև ուրբաթ է հայտարարում, ասում է, եկեք էժանով ծարավաղբյուրում 8.2 հեկտար առեք։ Մարդիկ գալիս են 44 միլիոնով առնում են։ Հետո էլի եթե շարունակենք այս ամեն ինչը անմեղության կանխավարկածով, ինչ է ստացվում։ Այս Fast Card ընկերության տերը, որ Black Friday-ի շրջանակներում 44 միլիոնով 8.3 հեկտարն առնում է, ասում է, արա դե բայց լավն է էլի մեր երկիրը, լավն է, ասենք, տեսեք ինչ էժան հողեր են ծախում, շատ բան է, բայց խղճից չի նստում։ Մեր նախագահի տղեն մի կտոր հող չունի, մի սենց Plessity պես ընկերություն չունի։ Արի ես զուտի մաքուր խղճից ելնելով տանեմ այս ընկերությանից 50%-ը նվիրում եմ Սեդրակ Քոչարյանին։ Սա անմեղության կանխավարկածն է, որը մեզնից պահանջում են հարգել, հարգելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ։ Հարգեք, եթե ուզում եք, ինչ ասեմ։ Ձեր իրավունքն է։ Բայց ինչևէ, այստեղ բանակում բարքերի մասին է խոսում։ Հարգելի գործընկերներ, այո, բանակում կա եւ միշտ էլ եղել է խնդրեմ։ Միշտ։ Ու այդ խնդրեմը
շատ տենց արտացոլված է նաև Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Հիմա այս վիճակագրությունից ընդամենը մենակ կարամ ասեմ, որ 2025 թվականին եղել է պատմական մինիմումը մեր բանակում զոհերի ու ինքնասպանությունների ու ինքնասպանությունների։ 2025 թվականը եղել է մինիմում։ Բայց օրինակ 2000-ականներին տարիներ կա, որ չգիտեմ 20-ով, 30-ով, 50-ով դեպք է տեղի ունեցել սպանության ու ինքնասպանության։ Բայց այս ամեն ինչը որտեղից է գալու։ Որտեղից է գալու։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի падգամավոր ունեք, ձեր նաև առաջնորդի տղան է։ Գնացել է դատարան, հպարտանում է ոստիկանին, ասում է ես ձեզ ասել եմ մուսր ոստիկանական մեքենա, ձեր այդ PR թիմերն է բան են անում։ Բան երկերի տակ են գողական կամ կիսաքրեական եսիմինչ երկերի տակ TikTok-ներով դնում են որպես ուժեղ բան տղա, ով կանգնեց ու ոստիկանին ասեց։ Կամ գալիս է ստեղ բան է անում։ Ասում է ձեր падգամավորներից մեկը ասեց, որ հաղորդում է տալու ձեր դեմ։ Նույն ինքը այսքան նկատի ուներ գործ տալ է։ Ժողովուրդ ջան, բականերեք, եթե ազգային ժողովում եք այդ բառապաշարը բերում ու այդ մենթալիտետը բերում, եթե ազգային ժողովի падգամավորի կողմից հաղորդում տալն եք գործ տալ ներկայացնում, ինչ եք ակը, դուք ինչ իրավունք ունեք առհասարակ բանակում միջադեպերի մասին խոսակ։ Դուք այդ միջադեպերի մասով շատ պետք է գնաք բան անեք, այնտեղ դիմեք այս կամ այն հեղինակությանը, որ այդ միջադեպերը լուծի։ Դուք այդ ամեն ինչի խրախուսողն ու շարունակողն եք, որտեղ ձեր մենթալիտետը ու ձեր արժե համակարգը դրանից այն կողմ չի գնում, անկախ նրանից, թե ինչ շոր են հագցրել, բերել ինչ աթոռի վրա են նստացրել։ Չեք հասկանում, ոչ ձեր կարգավիճակն եք հասկանում, ոչ ձեր ներկայացրած տեղն եք հասկանում։ Ասում է ժողովրդի միստվար զանգված, պարոն Խաչատրյանը ասեց, ժողովրդի միստվար զանգված համաձայն չէ ժողովրդավարության ձեր պատկերացումների հետ, ասեց պարոն Արթուր Խաչատրյանը, նկատի ունենալով իրենց եւ ենթադրում եմ նաեւ ուժեղ Հայաստանի ընտրողներին, լիարժեքորեն համաձայն եմ պարոն Խաչատրյանի հետ, եթե ժողովրդի այդ ստվար զանգվածը համաձայն լիներ մեր պատկերացումների հետ, ընտրակաշարք չէր վերցնի։ Իսկ պարզ տրամաբանություն ու սիլոգիզմ, ասենք, Հայաստան դաշինքը գալիս տեղ բան է խոսում, ընտրությունների լեգիտիմությունից եւ մնացածից է խոսում, բայց ձեր ցավը տայմ, դուք ձեր գաղտնալսումներից խոսեք։ Որ երկու падգամավորի տեխնացու հասկանում եք, այդպես շտաբի աշխատող չէ, երկու падգամավորի տեխնացու իրար հետ խոսում են, ասում են, դե կտանես 40,000 ջեբը կդնես, այդ դրանք 3 ընտրող են, ինչ են սենց այս ոչի խոսակցությունները։ Այն հայտնի ձայնագրություն են, որ երկու երիտասարդ պարմանուհի զրուցում են Զմիմյանս հետ եւ ասում են, միասին կա այն երգը, որ շարունակում են, երգում են ինչ-որ, չգիտեմ ինչ փողոցային բառապաշարով այդ ամեն ինչը։ Դուք դրանից խոսեք։ Լեգիտիմություն։ Լեգիտիմության տեսանկյունից դուք ստեղ ինչ գործ ունեք։ Դուք առհասարակ քաղաքական դաշտում ինչ գործ ունեք։ Բայց երևի դուք էլ եք հասկանում, որ գործ չունեք ու դրա համար դահլիճը պարբերաբար դատարկեք թողնում։ Իսկանը շնորհակալություն։ Հասմիկ Հակոբյան։